Գնանք, տղաս, գնանք։ Բուլղարական ժողովրդական հեքիաթ։ Հայր ու տղա էշը տանում են շուկա վաճառելու։ Ճանապարհին նրանց հանդիպում է մի գյուղացի և ասում. «Ինչ հիմար մարդ է, էշն իր համար ամբեռ գնում է, ինքն ու տղան էլ ոտքով են քայլում»։ Այդ լսելով հայրը տղային նստեցնում է էշի վրա։ Հանդիպում են երկու կին ու ասում. «Այս տղան իր հորն իսկի չի խնայում, ինքը փառավորապես նստել է էշին, հայրն էլ ոտքով է գնում»։ Երբ անցնում գնում են, հայրը տղային իջեցնում է էշից և ինքն է հեծնում։ Քիչ հետո 3 աղջիկ են անցնում։ «Այ թե հայր է», ասում են նրանք, «ինքը նստել է էշին, տղան էլ ետևից հազիվ է ոտքերը քարշ տալիս»։ Այն ժամանակ հայրը տղային էլ է նստեցնում կողքին։ Հանդիպում է մի ծերուկ։ «Այս էշը ձե՞րն է», հարցնում է նա։ «Մերը», պատասխանում է հայրը։ Մարդ, որ տեսնում է ոնց եք խեղճ անասունին տանջում, երբեք չի մտածի, թե ձերն է։ Հիմա ավելի շուտ դուք պետք է նրան տանեք և ոչ թե նա ձեզ։ Հայր ու որդի իջնում են էշից։ Ոտքերը պարանով կապում, արանքից մի փայտ են անցկացնում և ուսներին գցած տանում են։ Այդպես հասնում են մի կամուրջի։ Ներքևից մի խոր գետ էր հոսում։ Էշը ջրից վախենալով, կամուրջի վրայով անցնելիս կապած ոտքերն այնպես է թափահարում, որ պարանը կտրվում է, էշն էլ ընկնում է գետը։ Ընկնելն ու խեղդվելը մեկ է լինում։ «Գնանք, տղաս, փախչենք այստեղից, քանի մի ուրիշն էլ չի հանդիպել ու ասել, որ մենք էլ էշի ետևից ջուրը նետվենք»։